Աստծուն փառք լինի։ Այսօր որ ես ձեզ պիտի ձեզ հետ կիսվեմ այն ինչ որ մտածել եմ Տիրոջով, վերնագրել եմ այսպես. խաղաղություն ամեն ժամանակ եւ ամեն կերպով։ Վերնագիրը վերցրել եմ Սուրբ Գրքից։ Կուզեմ հենց համարը կարդամ, որտեղ խոսում է Աստծո կատարած, պատրաստած խաղաղության մասին։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ 16-րդ խոսք։ Իսկ ինքը խաղաղության Տերը տա ձեզ խաղաղությունը ամեն ժամանակ եւ ամեն կերպով։ Այստեղ ներկայացնում է, որ Աստված ինքը խաղաղության Աստված է։ Եվ Աստված ինքը խաղաղություն ապահովող, պատրաստող, անող Աստված է։ Մեզ համար, մարդկության համար Տերը ունի պատրաստված խաղաղություն։ Եվ ներկայացնում է այդ խաղաղությունը ամբողջական է, համապարփակ է, իր մեջ ամեն հարցերի լուծումը ունի։ Ամեն ինչ, ինչ որ վերաբերվում է մարդու կյանքին խաղաղ լինելուն, ամեն ինչ իր մեջ ընդգրկում է եւ հավիտենական է, անընդհատ, որտեղ այսպես ներկայացվեց նորից ես հիշեցնեմ համարը, որ ինքը խաղաղության Աստվածը Տերը տա ձեզ խաղաղությունը ամեն ժամանակ եւ ամեն կերպով։ Այսինքն հավիտյան, հարատև, միշտ։ Ոչ թե մի փոքր խաղաղվեք, հետո կորցնեք, մի ինչ որ ժամանակ ձեր անխաղաղությունը, խնդիրը, դժվարությունը ունենա լուծում, հետո նորից էլի բաներ, էլի անխաղաղություններ, չէ, Տերը հավիտենական, ասում է հավիտյան, ամեն ժամանակվա, եւ նաեւ ասում է ամեն կերպերով, այսինքն ամեն բան, ինչ որ դեմ է խաղաղության, այդ բոլոր հարցերը Աստված պատրաստել է, որ լուծում տա եւ մարդը ունենա այսպիսի ամբողջական, համապարփակ, հավիտենական, մշտական խաղաղություն։ Աստծուն փառք լինի։ Նախ այստեղ ներկայացնում է Տիրոջ խաղաղության Աստված լինելը, խաղաղության Տերը։ Շատ տեղերում, որ կարդացած լինեք Սուրբ Գիրքը, Աստված ներկայանում է, Աստծո ծառաները ճանաչելով այն Աստծուն, որին պաշտում են, ներկայացնում են, որ Աստված խաղաղության Աստված է։ Այսինքն դրանով Աստված բնութագրվում է, դրանով ճանաչեցվում է, ինքը ինչպիսին է, կռվարար է, անհաշտ է, ասենք ասած քենքշող է, թե հակառակ, խաղաղություն անող է, հաշտություն սիրող է, հանգիստ, ներդաշնակություն սիրող է, իր բնույթը, բնութագիրը, ասած ներքն աշխարհը։ Իրականության մեջ մենք ասում պիտի Քրիստոսին, մեր Տիրոջը պիտի ճանաչենք, որտեվ Տերը ստեղծեց մարդուն եւ այդ ծրագիրը ուժի մեջ է, նա կամենում է, որպեսզի մենք իր պատկերը ունենանք, իր նման լինենք։ Եվ շատ տեղերում հենց այդպես էլ ասում է, օրինակ համար տեղ կասում է ձեզ կանչող Սուրբի պես Սուրբ եղեք։ Այս ինչ է նշանակում։ Ասում է դու, այսինքն էս է նշանակում, դու այնչափ եւ այնպիսի Սուրբ կյանքով պիտի ապրես, Սուրբ պիտի լինես, ինչպիսին ձեր կանչող Սուրբն է, մեզ կանչող Սուրբն էլ Աստված է, Հիսուսն է։ Այսինքն եթե ես ուզում եմ հասկանամ իմ չափանիշը, իմ, ասենց ասած, գնալը, վարվելը, ինչպիսին պիտի լինի, օրինակը Քրիստոսն է, օրինակը Աստված է, ձեզ կանչող Սուրբի պես Սուրբ եղեք։ Ես կարա իմ սրբության ինչ-որ միտք մտածեմ, այս ձևը լնեմ, էսի է երևի Աստված ուզում, չէ, տես Քրիստոսը ինչպիսին է քո կանչող, հենց այդպիսի Սուրբ պիտի լինես, անբիծ, անարատ, մաքուր, արդար, ճիշտ խոսող, ճիշտ վարվող, ճիշտ դատող, ճիշտ քննող, կամ մեկ ուրիշ տեղ ասում է սիրեք այնպես, ինչպես որ ես սիրեցի։ Այսինքն ինչ է ցույց տալիս։ Եթե ես պիտի Քրիստոսին նմանվեմ սիրո հարցում, ապա ճիշտ այնպիսի սիրով պիտի սիրեմ, այնպես պիտի սիրեմ, ինչպես իմ Տերն է սիրել։ Ես իմ չափանիշներն ու գաղափարները պիտի չդնեմ, այսպես անելն է Աստծո ուզած սերը, այնպես անելն է, չէ, Քրիստոսի նման։ Եվ խաղաղության հետ կապված հարցում էլ որ նայում ենք, եթե չճանաչենք խաղաղության Աստծուն, մենք չենք հասկանա
ինչ է նաև մեզ համար պատրաստել Աստված կամ մենք որպես Աստծո մարդ, ինչ է նշանակում խաղաղության մարդ լինենք։ Մատթեոս 5-րդ գլուխ 9-րդ խոսքում 5-րդ գլուխը սկսում է, եթե հիշում եք, երաներով, երանի նրան, երանի այսպիսինին, երանի այնպիսինին, եւ ասում է երանի խաղաղարարներին, խաղաղություն անողներին։ Եվ ինչու է երանի տալիս, ասում է նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Այսինքն ոնց որ այսպես էլի, քանի որ Աստված ինքը խաղաղություն սիրող, գնահատող, արժեքավորող, անող գոյա, էակա, նրանից ծնված որդիները նրանից են ծնվել, նրանց պիտի քաշեն, էլի ոնց որ ասած, նրան պիտի քաշեն, չէ՞, ոնց որ ասած, մարդուց ծնվածը մարդուն նման, Աստծուց ծնվածն էլ Աստծուն նման է այս հարցում։ Երանի նրանց, ովքեր խաղաղություն են անում։ Այս ցույց է տալիս, որ իրանք Աստծուց, էսի բացահայտող նաև բան է։ Աստծուց ծնված են, դրա համար են կարող խաղաղություն անեն։ Ումից ծնված են, ով նրա հայրն է, իրենց հորը նման են։ Իրենց վարքագծով, բնավորությունով նման են, իրանք էլ են սիրում խաղաղություն, խաղաղություն անողներին երանի ասում է։ Այո, մենք պիտի ճանաչենք խաղաղության Աստծուն, խաղաղություն անող Աստծուն։ Եվ իրականության մեջ տեսնում ենք, ասենք, Աստված իր գործերով, կյանքով Քրիստոսը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես եղբայրը ներկայացրեց, Աստծո երամիասության երևացող անձը, Աստծո փառքը բերող, ներկայացնող, կենդանի օրինակով։ Եվ տեսնում ենք խաղաղություն շատ մեծ արժեք գին տվող Աստվածը։ Իրոք խաղաղասեր է։ Հենց մենք տեսնում ենք, որ առաջի հերթին հենց այն ինչ որ Քրիստոսը կատարեց եւ ինչ գին դրա համար վճարեց, եղբայրներ խոսեց դրա մասին, ինչ ծանր գին վճարեց, ինչ թանկ գին, բարձր, մեծ, փառավոր լինելով, ինչպես կարդաց եղբայրը, խոնարհվեց, հափշտակություն չհամարեց, չհափշտակվեց այդ դիրքով, որ ես այդքան բարձր ինչու պիտի այդչափ, ասենց ասած, խոնարհվեմ ու անարգվեմ, բայց համաձայնվեց։ Այդ համաձայնության պատճառներից մեկը եւ իրականացնելը դրա սրանում էր, որտեվ խաղաղությունը, հաշտությունը, համերաշխությունը, ասենց ասած, մեծ արժեք ունի Աստծո առաջին, շատ գնահատված է եւ կար թշնամանք, որը վերցնելու համար Քրիստոսը պիտի իր վրա վերցներ ու գին վճարեր, այդ թշնամանքը վերացնելու գինը։ Այդ թշնամանքը մարդու եւ Աստծո միջև է, Սուրբ Գիրքը ներկայացնում է։ Հիշեք, կա դատաստանի օր, բայց դա կոչվում է նաեւ ոչ միայն ահեղ դատաստանի օր, այլ նաեւ Աստծո բարկության օր։ Այսինքն Աստված ոչ թե մենակ այդ օրն է բարկանում, Աստված ամեն օր բարկանում է, գրված է Սուրբ Գրքում, կարդացողները կհիշեն այդ հատվածը համար, որ ասում է ամբարիշտի, այսինքն անհնազանդի, հակառակվողի, չլսողի վրա Աստված ամեն օր բարկանում է։ Բարկանում է, բայց այնպես չի, որ ամեն օր իր բարկությունը թափում է մարդու վրա։ Այդ բարկությունը կուտակվում է։ Եվ որոշված օր կա, եթե այդ բարկության հարցը չլուծվի, եթե հաշտություն չիրականանա, այսինքն Աստված բարկացած է եւ Աստված պահանջ ունի մարդուց։ Անկամ Սուրբ Գիրքը ասում է, ձեր մեղքերով դուք Աստծուն ինչ եք արել, թշնամի եք արել ձեզ։ Այդպես է Սուրբ Գիրքը ասում։ Թշնամացրել եք ձեզ։ Անենց եք տրամադրել ձեր դեմ ձեր հակառակությունով։ Մեկը կասի, խետ ինչ եմ արել։ Անպատվի անարգել ես Աստծո հեղինակությունը, ով մարդ։ Չես լսել, չես ուզում հնազանդվել, քո ստեղծողին, քեզ սիրողին, քո գլխու, քո ուզածով, քո ցանկությունով իմանալով անգամ Աստված էսա կամենում, էս մյուս բան, էս հարցում էսա կամենում, դու քո ուզած լսանում։ Եվ սա օրեցօր բարկությունը կուտակում է եւ այդ բարկությունը, ասենց ասած, դրա դեմը առնելու, որպեսզի դա մեր վրա այդ որոշված դատաստանի օրը, որտեղ նորից եմ ասում, կա օր, որ այդ օրը պիտի ամբողջ կուտակվածը այդ Աստված թափի մարդկության վրա։ Չենք ասում ընդհանրապես մենակ այդ օրն է Աստված դատում, բայց ամբողջ այդ որ պիտի պահանջվի հենց այդ օրը այո պիտի լինի։ Երկրի վրա մարդիկ պատժվում են, հարվածվում են,
բայց էդի ամբողջ բանը չի ոնց որ ասած։ Այդ օրը ասма պիտի մարդ տենց է գրված, պիտի խմեն այդ բարկության տակ գտնվողներ, ասма պիտի խմեն Աստծո անխառնացված բարկության գինու բաժակից, այսինքն այդտեղ այդ բաժակի մեջ մենակ բարկություն է, ողորմություն էլ չկա։ Այսօրը եթե Աստված անգամ պատիժներ է տալիս երկրավոր, հետը կա ողորմություն, շատ ժամանակ այդ պատիժներից մարդիկ խրատվում են, փոխվում են, հասկանում են, ուղղվում են, արգելվում է, սահմանափակվում է ինչ-որ բաներ, որ չարության մեջ շատ չգնան, բայց այդ օրը ոչ մի ողորմություն չկա։ Ես նկարագրում եմ, որ հասկանանք, որ կա այդ բարկությունը, կա այդ թշնամանքը եւ պետք էր, որ մեկը լիներ, որ մարդուն Աստծուն մարդու հետ հաշտեցներ։ Եվ ով կարող է Աստծուց ավելի ոնց որ ասած հաշտարար լինի, հաշտությունն ու խաղաղությունը սիրող լինի։ Աստված ինքը իր ձեռով հանձն առավ հաշտության գործը իրականացնել։ Ես սրա համար իր որդուն ուղարկեց եւ այն ամբողջ բարկությունը, որ պիտի մարդու վրա գար բարկությունը հարվածը իր որդու վրա թափեց։ Աստծո սրբությունը պահանջում էր, որ անպայման չարագործը պիտի պատժվի, բայց Հիսուսը մեր տեղը կանգնեց, մեր չարագործներից տեղը կանգնեց եւ իր վրա ընդունեց հարվածը բարկությունը։ Նա վճարեց, ոնց որ ասած, մեր գործած մեղքերի դիմաց։ Եվ նրանք, ովքեր որ կընդունեն Քրիստոսին, իրենց Տեր ու Փրկիչ, Աստված Աստծո հետ նրանք նաև կհաշտվեն Քրիստոսի ձեռքով, Քրիստոսի միջնորդությամբ։ Այսինքն, եթե մեղքի պատճառով, չարության պատճառով էր այդ բարկությունը, անհաշտությունը, մեղքի հարցը Տերը լուծեց։ Չարության պատիժը իր վրա առավ, մեռավ ու հարություն առավ։ Եվ Հիսուսը դառավ Սուրբ Գիրքը ասպանա մեր հաշտության զոհ եղավ, խաղաղության զոհ եղավ։ Զոհ գին, որը պիտի վճարվեր, որպեսզի մարդը հաշտվեր Աստծո հետ։ Ու պատկերացրեք, տեսեք Աստվածային իր կարողություններով, զորություններով, հնարավորություններով, բայց ինքը իր հաշվին գին վճարեց, ինքը նախաձեռնեց, որ մեր հետ հաշտվելու գործը իրականացնի։ Անես չի, որ ցենց ասած տուժվողը Աստված էր, տուժվողը մենք էինք լինելու։ Պատիժն ու հարվածը մենք էինք հաշելու, հավիտյան մենք էինք կորչելու։ Անես չի, որ մենք այնքան զորավոր էինք, որ ինքը ստիպված պետք է դե մեր հետ հաշտվեր։ Ինքն էր հզորը զորավորը, մեծն ու բարձրը, որ կարաս ցենց ասած առանց ով անելու մի հատ ոչինչ մեզի դարձնեց, փոշի դարձնի, բայց ինքը այդ մեծության մեջ խոնար եւ սիրող, հաշտություն, խաղաղություն սիրող սիրտ ունի։ Ինքը ոնց որ այսպես անի, ես ամեն ինչ անում եմ, որ գաս իմ հետ հաշտվես, ով մարդ, բայց մենք ով ենք է։ Բայց արես Տերը։ Իսկ սա ցույց տալու իրոք ինքը խաղաղություն սիրող, այն որ ասում խաղաղության Աստված։ Հաշտություն սիրող։ Անես չի, որ տեղեր կա, չէ՞, մարդիկ խաղաղություն, հաշտություն են փնտրում, որովհետև թույլ են, որովհետև իրանց հակառակորդի դեմ ոչինչ չեն կարող անել, տկար են։ Ավելի լավ է հաշտվեն, խաղաղվեն, որ ավելի բարդ բաներ չլինի։ Չէ՞, այտենց շատ է այտենց լինում, բայց Աստծո մոտ այտենց չէ։ Անհամեմատ, անսահման շատ բարձր ու մեծ ու ցենց ավելին է, քան մենք։ Բայց ինքը հաշտության ձեռք մեկնեց, արի հաշտվի ինձ հետ։ Դրա համար պետք էր, որպեսզի քո արածների համար պատասխան տվող լինի, ես եմ պատասխան տալիս, Աստված էս ասում։ Այնքան այդ հատ թան կարևոր Աստծո համար այդ խաղաղությունը, որ հոժարը իր գնով, իր որդու գնով այդ խաղաղությունը իմ ու քո հետ հաստատի։ Իրոք խաղաղության Աստվածը, մեծ Աստվածը։ Արժանի է ինքը, փառքի գովասանքի։ Եւ տեղեր կա անգամ Պողոս առաքյալը ասում է Հիսուսի կողմից, Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, որպես իր կողմից երաշխավորված մարդիկ խոսում ենք իր խոսքը, աղաչում ենք ձեզ, ով մարդիկ, հաշտվեցեք Աստծո հետ։ Աղաչանք անում Աստծո ծառան, բայց ներկայանալով որ Հիսուսի ոնց որ ասած առաջնորդությամբ է այս խոսքը։ Աղաչում է։ Իհարկե մենք գիտենք նաև սա, եթե մարդիկ ձեռք չմեկնեն Աստծո մեկնած ձեռքին, չհաշտվեն, վերջի վերջո գտատվեն։
Տերը ամեն ինչ անում է, որ խաղաղություն, հաշտություն լինի, բայց եթե մեկը չի ուզում այդ խաղաղությունը, հաշտությունը, ինչ որ ուզում է նրան այլ կհաստատի, Աստված նրա կյանքում։ Եվ տեսնում ենք, որ այո, մեծ է Աստծո, ասենք, խաղաղարարությունը եւ նաեւ այս ամենակարևոր թշնամությունը, ոնց որ ասած, անխաղաղությունը, որ կար Աստծո եւ մարդու միջեւ ամենակարևոր ու մեծը շատ թանկ գնով լուծեց, իրականացրեց։ Բայց այստեղ ես նորից հիշեցնեմ, որ ներկայացվեց, որ ամեն հարցերում մարդը ինքը հենց իր մեջ խաղաղություն չունի, չէ՞։ Իր մեջ կռիվներ ունի, իր մեջ sense ասած պայքար ու պատերազմ ունի։ Հակոբոս Առաքյալը 4-րդ գլուխ, որ կարդում ենք իր նամակի մեջ 4-րդ գլխի առաջին խոսքից, առաջինից 4-րդ խոսքը։ Ասում է, որտեղից ձեր մեջ, ձեր մարմնի անդամներում, ձեր անձի մեջ կռիվները, պատերազմները, չէ՞ որ ձեր ցանկություններից։ Այսինքն տարբեր տեսակ հարցերով իրոք մարդը իր մեջ, հենց իր ներսում չի կարող խաղաղությունն, ինչու որտեվ մարդ հարարածը ադամականը, մեղանչականը, մարդկային բնությունը, որ մենք ունենք, լավ բնություն չի մեզ, որ խաղաղություն ապահովի։ Դրանով դու երբեք չես կարող խաղաղ լինես։ Ինքդ քո մեջ չես կարող խաղաղ լինես։ Ոչ միայն Աստծո հետ, այլ նաև քո մեջ չես կարող լինես։ Մարդ օրինակ համար չարա, նախանձա, հպարտ է։ Կարա հպարտ մարդը խաղաղ լինի։ Չի կարա։ Մեկը ավելի առաջ գնաց, մեկը մի հաջողություն ունեցավ, մի փոքր հատված ասենք, մտածենք էլի, բազմաթիվ բաներ կա։ Վերջացավ իր խաղաղությունը կորցնում է։ Այն որ հայկական այնց ասված խոսք չէ, ասում է իմ դարդերը զյանամ քիչ էր հարևանսել, այս ինչ բան է, հատ թանկ բան, լավ բան առավ։ Այսինքն նախանձա, ասենց նախանձում է, այդ նախանձությունը արդեն իրան չի թողը, որ ինքը հանգիստ խաղաղություն ունենա։ Եվ Աստված, որ ասենք խաղաղության Աստված, որ ամեն հարցերա խաղաղության համար լուծում տվել, այս հարցի լուծումն էլ է տվել։ Ով մարդ, Քրիստոսի խաչի գործը նաև եղավ, որ դու քո անձի մեջ ոնց որ ասած նաև խաղաղություն գտնես։ Կարողանաս հանգիստ լինել, ազատ լինել նախանձից, ագահությունից, որոնք բոլորը անխաղաղության պատճառն են, նաև չի ագահ մարդը խաղաղ լինի։ Կռիվներից, պայքարներից մեզ նոր աստվածային բնություն է տալիս։ Այս հարցը անխաղաղության պատճառ է, այս հարցը լուծում է։ Էություն տա փոխում, բնություն տա փոխում, սիրտը տա փոխում, նախանձ ես, նախանձ չլնես, ագահ ես, ագահ չլնես։ Հպարտ ես, հպարտ չլնես, ինչը որ կարա պատճառ դառնա, որ դու, այո, ասես բորբոքված, ասես խառնաշփոթ, լարված կյանք ունենաս, ընթացք, վիճակ ունենաս, խաղաղություն չունենաս, քո անձում է այդ հարցերին դեմ առնում է, հենց այս հարցում էլ։ Եվ Սուրբ Գիրքը, որ ներկայացնում է, երբ որ Աստված թագավորում է մարդու կյանքում, Հռոմեացիս 14-րդ գլխում, չի ասում է արդարություն, ուրախություն եւ խաղաղություն Սուրբ Հոգով։ Կամ Գաղատացիս 5:22-ում, երբ որ խոսում է, երբ որ դու հավատացիր Քրիստոսին, Աստվածանից ծնվեցիր, այդ նշանակում է այն բնությունը, որ Աստծո մոտ էր, մեջ էր, քո մեջ է, եւ դու այդ բնությունով ոնց որ նոր կյանքի աղբյուր քո մեջ հաստատեց։ Այդ նոր կյանքի աղբյուրով կարող ես խաղաղ կյանքով ապրես, եւ հոգու պտուղը սա է, չէ՞, պտուղ այսինքն գործի արդյունք։ Կյանքը, այդ հոգով ապրելու կյանքը։ Եվ ասում է ինչ, սեր, ուրախություն, խաղաղություն։ Այո, մարդը կարա արդեն լինի խաղաղության մեջ։ Իսկ այն հին մեր բնությունը մարմնավոր մարդկային, ասում է Հռոմեացիս 8:6-ում ասում է ինչ էր, նրա խորհուրդը ասում է ինչ էր, մահեր, բանի խորհուրդը, նոր բնության խորհուրդը կյանք եւ խաղաղություն, այդպես ասում։ Այսինքն այդ հոգով, այդ բնությունով քո միտքը, քո մտածմունքները, եթե դու դրանով ես վարում, քեզ դու խաղաղության մեջ կլինես։ Չես գրգռվի, չես համեմատվի, հպարտություն չես անի, չես, ասենք,
տարբեր բաներից այսպես ասած հավասարակշռությունից դուրս գալ, որտեղ այդ հոգ ոնց որ այդ բնությունը քեզ հնարավորություն տալիս է։ Կամ թեկուզ sense նայենք, էլի մարդը իր խաղաղությունը հաճախ ինչի՞ց է կորցնում, որ չունի խաղաղություն։ Ասենք վտանգներից, չէ, չարիքներից, իր անապահով վիճակից, որ ինքը իրեն ապահով չի տեսնում, չի կարա խաղաղ լինի, վախեցած է, վաղվա օրով, վայ էս ինչ կլինի, վայ այն բանը ոնց կլինի, հետո ոնց կլինի, այս եւ այլ։ Այսպես է։ Մարդը չի կարա, ասենք ասած, իրեն նայելով եւ իր կարողության նայելով հանգիստ իրան տեսնի։ Ինչքան էլ մարդը իրան, ես իմ ինչ որ բաների հասած տեսնի, ինքը գիտի շատ բաներում անկարող է, թույլ է, տկար է եւ շատ վտանգներ ու չարիքներ կան, որ կարա իր վրա գա ու ինքը դրանից չպրծնի։ Հենց մահվան վախը հերիք է։ Հանկարծ այս հիվանդությունով չի մանավանդ հիմա։ Մանավանդ որ չարը Սուրբ Գիրքը ասում է, որ սատանան մահվան վախով մարդկանց ինչ անում, ծառայեցնում է։ Այսինքն ամեն ինչ անում է, որ մարդիկ վախենան։ Ինչ մահվան հետ կապված ու իրանց դրանով ծառայեցնի, իր ուզածը անել տա։ Այսօր անգամ հատուկ աշխատանք է տարում, որպեսզի այո, ավելի ու ավելի սարսափած լինի մարդը, վախեցած լինի, որտեղ այդպիսի մարդկանց ղեկավարելը հեշտ է։ Ոնց որ ասած, շատերը պատրաստ են ամեն ինչ անելու, մենակ այդ վախերի հետ կապված բաները չիրականանեն այս կյանքում, դրանցից խուսափեն կամ դրանցից ազատվեն։ Բայց Տերը ինչ է արել մեզ համար այս հարցում։ Մեզ համար ապահովության երաշխիք է դրել։ Ես քեզ հետ եմ։ Մի վախեցիր։ Վախը հենց անխաղաղություն է տեղով, այդպիսի վախը։ Ես քեզ հետ եմ։ Անգամ ասում է ջրերով կանցնես, կրակով կանցնես, քո հետ եմ։ Քո Տերն եմ, քո Փրկիչն եմ։ Այսինքն հնարավորություն է տալիս, որպեսզի մենք մեր ամեն իրավիճակների մեջ հուսանք իրան եւ հանգիստ լինենք իրանով։ Իրանով զորանանք, ուժառնենք եւ չվախենանք։ Սա այս հարցերն էլ է լուծում։ Եվ ապագայում էլ մենք գիտենք, այս ամեն չարիքները, որ վախ են ներշնչում, անխաղաղության պատճառ են, մարդիկ խառնաշփոթ տագնապած են, ապագայում այս բոլորը վերանալու է։ Գալու է ժամանակ, որ իրոք են, որ ասեցինք ամեն ժամանակ, հավիտենական, այո, ամեն ինչ որ է ցավ, տանջանք, հիվանդություն, ամեն ինչը Աստված վերջ է դնելու եւ լինելու է մի կյանք, հավիտենական այն ֆորում կյանք, անսպառ, երկնքի արքայության թագավորության մեջ, որտեղ այս բաները չկան, անգամ վերացնելու է դրանք, բայց Տերը նաև հիմա էլ մարդուն հնարավորություն է տալիս այս բաների մեջ ապրել, այս միջավայրում ապրել, այս դժվարությունների մեջ հետ հանդիպել, բայց ունենալ Աստվածային խաղաղություն։ Հետաքրքիր բան ասես Տեր Հիսուս Քրիստոսը Հռոմեացիս կներեք Հովանու նամակում 14-րդ գլխում խոսեց իր խաղաղության մասին, Հովանու 14:27-ում, ասեց մի հատվածն եմ կարդում, խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես այս աշխարհքն է տալիս, այլ որ ես ձեզ կտամ, ձեր սրտերը չխռովի եւ չվախենա։ Այսինքն աշխարհն էլ եկել նայում ես մարդը լավ է իրան զգում, խաղաղ, հանգիստ, բայց դա շատ հպանցիկ է, ժամանակավոր է, շատ բաներ որ կարան արագ գան ու փոփոխվել եւ ինքը իր խաղաղությունը փոխվի, ես իմ ասենց ասած գլխապտույտի փորձանքի Տերը ասեց ես իմ խաղաղությունն եմ տալիս քեզ ոչ թե աշխարհին, այսինքն հավիտենական իր անարդ, ասենց ասած անընդհատ, որ մարդը կարա տիրոշմով վարվի, վերում ասում է, տեղ կասում է քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Այսինքն զորացնում է, որ մենք հանգիստ լինենք։ Կամ ինչն է մարդու այս աշխարհի միջի անխաղաղության պատճառներից մեկը, հոգս, տանջակ, չարչարանք, դժվարություն, չէ՞։ Մարդիկ հոգսով ապրում են։ Ու ասենց ասած անընդհատ ինչ որ բաների մեջ պակասություններ, դժվարություններ,
Այս հարցը ոնց լուծեմ, այն հարցը ոնց լուծեմ, ապրում են, հարցերն առաջանում են։ Երբ որ Ադամը մեղանչեց, հիշում եք այդ իր մեղքի հետևանք նաև սա եղավ։ Տերը ասեց, երկիրը քեզ համար փուշ ու տատասկ բուսեցնի, անեսք եղավ։ Այսինքն եւ ասեց քո երեսի քրտինքով քո հացը վաստակես, այսինքն տանջվելով, չարչարվելով, քո արածի արդյունքը էսա, ով Ադամ։ Հետագայում անգամ երբ որ խոսում է Աստված, որ երբ որ շատ մեղքի մեջ կխորանան մարդիկ, ավելի շատ մեղք, ասում է երկիրը քո պատճառով երկաթ դառնա, այսինքն քեզի պտուղ չբերի, արդյունք չտա։ Անապատ մի հատ։ Մարդու, ասենք, մարդը դարավ մեկը, որ պիտի շատ չարչարանքով, տանջանքով, մեծ դժվարությունով իր հոգսերը հոգան։ Այստեղ կա Տերը ինչ ասում, հոգս մի արեք հոգս։ Ինչու։ Հիշում եք, որտեվ ձեր հայրը, որ երկնքում է, համ գիտի ձեր հոգսը, համ էլ ձեր հայրն է։ Ձեր համար ինչ անում, հոգս է անում։ Անգամ տեղ կասում ավելին կտա, քան թե դուք եք խնդրում, բաներ կա անգամ կտա ձեր խնդրած դուք չեք էլ խնդրեի։ Այսինքն խնդրելով կստանաս, շնորհքով կստանաս, Աստծո օգնությունով կստանաս։ Ուրիշ տեղ ասում է այսպիսի բան է ասում Սաղմոսի մեջ, եթե Տերը չպայի քաղաքը, զուր են պահապանների ջանքերը։ Ասում էլի բաներ ասում, բայց այսպիսի բան ասում, զուր է կանուխ վեր կենալը, առավոտ շուտ, ոնց որ լույսը չբացված կամ նոր բացված, եւ ուշ քնելը, այնինչ Աստված իր սիրելիին խաղաղ քուն է տալիս։ Խիա մարդը կանուխ վեր կենում, ուշ քնում, հոգսեր ունի, գործեր ունի, ուզում է անի հագցը հասցնի։ Հենց այս հոգսերն ու բաները մարդու համար նորից եմ ասում, չի կարա մարդը հանգիստ ապրի այդ իրավիճակները, բեռ են, ծանրություն են, խեղդում են, շատերը խեղդվում են այդ բեռի տակ, չեն հասցնում։ Բայց ասում է այնից Աստված իր սիրելիին ինչա տալիս խաղաղ քուն, այսինքն մարդիկ իր սիրելիները Աստծո օրհնությունով են ապրում։ Տերը նրանց ունեցվածքն էլ է օրհնում, ձեռքի գործն էլ է օրհնում, հաջողություն տալիս։ Պարտադիր չի, որ շատ աշխատեն, որ ստանան։ Աստծո սիրողի համար Աստծո օրհնություն կա իր ձեռքի գործի մեջ էլ։ Որտև այդ անեսքից են, որ եկավ Ադամով եղավ, իրանք ազատվեցին։ Իհարկե, սա չի նշանակում Քրիստոսին դարած մարդը երբեք դժվարություններ, ասենք, պակասություններ չի ունենա։ Բայց Աստված ողորմություն արե, որ մեր պակասությունների մեջ էլ մենք կարողանանք խաղաղություն ունենանք։ Ասում է, մարդը ինչ կանի ինձ, Տերն է իմ օգնականը, այդպես է ասում։ Ասում է, չի թողնի ինձ եւ երեսից չի թողնի։ Անկամ սա է մեր խաղաղություն, ուշադրություն դասեք, աշխարհի մեջ խաղաղություն չկա նաեւ այս պատճառով։ Աշխարհի միջի ձգտումները, փափագները, որ ասում է մարմնի ցանկություն, աչքի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, մրցակցության մեջ են։ Մանավանդ հիմա մարդը չի կարող խաղաղ ու բավարարված իրանց զգա։ Այսօր իմ հեռախոսը ինձ ուրախացնում է, օրինակ եմ ասում, ես բավարարված եմ, վաղը տենում ես չես բավարարած, խի, որովհետև նորը դուրս եկավ, նորը բանը լավ, դե ձգտի, հասի, վազի, որ ունենաս, եւ մնացած ամեն ինչը։ Բայց Տիրոջ Տերը մեզ սովորեցնում է եղածով ինչ անել, բավարարվել, եղածով գոհանալ։ Խի, որտեղ մեր կյանքը էս չի, որ պետք է ընկնենք այս կյանքի վրա, ինչքան կարած վայելես, որտեղ էսա էլ ուրիշ չկա։ Երկնքում է մեր Հիսուսի հետ է պահված մեր կյանքը։ Այն էլ հավիտենական կյանք է, եթե մի քանի տասնյակ տարիների է։ Եվ դու կարողանում ես Աստծո մխիթարված, խաղաղված, քո պակասության մեջ էլ գոհալնես, քո ավելցուկի մեջ էլ գոհալնես, որովհետև գիտես, էս չի։ Շուտով Տերը կգա եւ իր փառավոր որոշված կյանքն էլ կհայտնվի քեզ համար հենց։ Այսպես է։ Եվ այո, մենք տեսնում ենք նաեւ Տերը մեզ հանում է կարելի ասել, այս աշխարհի սկզբունքներից, որ մենք այս աշխարհի նման չապրենք, այդ մրցավազքի մեջ չլնենք, սրա նրա հետ համատվելով չլնենք, այսի լրիվ անխաղաղության պատճառներ են։ Ինքը դնում է իր խոսքի իշխանության տակ։
մի նոր համակարգի մեջ ես գալիս, Աստծո համակարգի մեջ, Աստծո թագավորության մեջ, Աստծո խոսքի իշխանության տակ։ Եվ դրա մեջ կա Տիրոջ օրհնություն, ձեռք, հույս, ներկայություն, որ քեզ օգնում է, որ դու խաղաղ լինես։ Նաև շատ Տիրոջ խոսքը կոչվում է ավետարանը, կոչվում է, գիտեք, խաղաղության ավետարան, չէ՞։ Այսինքն սա էլ է մեզ մի հատ մեծ օրհնություն, այս կողմից էլ Աստված մեզ օգնում, որ մենք խաղաղության մեջ գտնվենք, ինչ առումով։ Այմես Տերը իր խոսքով միշտ մղում է հաշտության, խաղաղության, ներման, զիջելու տեղեր կան, ոչ թե զիջեցիր պարտվեցիր, ասում է ես եմ քո Տերը։ Անկամ վրեժխնդրության հարցում քեզ վնաս կտան, ասում է վրեժխնդրությունը թողնձի է, իմ գործն է, Աստված ասում է։ Ոնց որ հերու տղա կոպիտ ասած, տղուն բան են արի, տղեն ասում է դու գործ չունես, ես գիտեմ ոնց կգարի։ Դու հաշտեղի, դու խաղաղ ես, քեզ հավասարակը շարված պահի։ Հզոր մեկը որ տիրություն անում։ Եվ ես այդ կռիվները, պայքարները, մեկի վրա իշխելը, բարձրանալը կամ աշխատել, որ քեզ չգցեն, քեզ չլինի, Աստված մեզ ողորմություն արել այդ հարցերում։ Եվ ավետարանը կոչվում է խաղաղության ավետարան, ամենքի հետ հաշտ, ամենքի հետ ճիշտ վարվող, ներող, եւ որ մենք այդ իշխանության, այդ հեղինակության տակ է Աստված բերում, նաև այս դրանով մեզ խաղաղություն է ապահովում։ Էլ դու կռիվ չունես ոչ մեկի հետ։ Չունես դու։ Քո կռիվը մենակ չարի դեմն է։ Անկամ չարություն անողների դեմ Տերը ասում է բարիով ինչ արեք, հաղթեք չարին։ Խաղաղություն էլի արեք։ Եթե քո թշնամին սոված է, հաց տուր, ծարավը ջուր տուր, ասում անգամ։ Ոչ թե ես մտածեմ ոնց սրա գլուխը ջարդեմ, ոնց թե ես մտածեմ ոնց էս ինձի վնաս տվեց, ես տասնապատիկը վնաս տամ, ես արդեն կռիվ է, պայքար է, ես անխաղաղություն է, Տերը ասում է դու տես բաներ մի մտածի, հանձնի ինձ, ես գիտեմ ոնց կանեմ, ինչ կանեմ, դու քեզ ճիշտ պահի, խաղաղ պահի, հանգիստ պահի։ Իհարկե մի ինչ-որ մաս եմ, ես այս մաս ինչ-որ բաներ եմ ներկայացնում մարդու կյանքից, որ մարդը դրանց պատճառով չի կարա ի հարատև խաղաղ լինի, հանգիստ լինի, եւ խոսում եմ Աստծո ոնց որ ասած կատարած գործի մասին, որ այո, իրոք որ կարդացինք այստեղ, որ ասում է ամեն ժամանակ, չէ, խաղաղության Տերը տակից էս խաղաղությունը ամեն ժամանակ եւ ամեն կերպով, ամեն հարցերում, ամեն կերպով։ Պատերազմները, որ նայում ես, աշխարհի գլոբալ մակարդակով, իշխանություն գրավելը եւ այլ մնացած բաներ, բոլորը պայքար, լարվածություն, ասենց ասած, որ մարդու կյանք է տալը, մաշեցնում է։ Բայց Աստված Քրիստոսով մի թագավորություն է հաստատում, որի մասին վկայում է, որ Քրիստոսը կոչվեց խաղաղության իշխան եւ նրա իշխանությունը, թագավորությունը, ղեկավարությունը շատանալուց խաղաղությանը ինչ վերջ չի լինելու։ Ազգեր լինելու են Քրիստոսի թագավորության մեջ, բայց այս հողի կռիվը, ես իմ ինչերի կռիվը, դες բան գոյություն չի ունենալու։ Ինչ եմ ուզում ասեմ, ամեն կողմանից, ամեն հարցեր, բոլորը հիվանդությունն է, ցավն է պատճառ անխաղաղության մարդու, այդ հարցերն է լուծում։ Ծանրությունն ու հոգսն է, այդ հարցերն է լուծում։ Անգամ ասում է, եկեք ինձ հոգնած բեռնավորվածներ, եւ ես ինչ կտամ, հանգիստ կտամ։ Հոգնած ես, բեռնավորված ես, ծանրացած ես, արի ես քեզ խաղաղություն կտամ։ Եթե մարդը մտածում է օրինակի համար իրա ձևով, իրա չափանիշով ոնց պիտի լինի, օրինակ շատ փող կտա գուցե, բայց շատ փող ունեցողներն էլ խաղաղություն չունեն։ Աստված այն խաղաղությունը տան, որ իրական է, մշտական է եւ հարատև է։ Որ մարդը բավարարված, երջանիկ, հանգիստ կյանք ապրի։ Ուրեմն Տերը թող մեզ օրհնի, որ մենք ճանաչենք այդպիսի Աստծուն, այսինքն խաղաղության Աստծուն եւ իմանանք, որ նա ամբողջական, համապարփակ, կատարյալ ամեն հարցերում խաղաղություն տվող Աստված է, պատրաստել է։ Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք չմերժենք այդպիսի Աստծո կանչը գանք, մանավանդ նրանք, ովքեր հոգնած ու բեռնավորված են, որտեղ Մատթեոս
11-րդ գլուխ 28-29-րդ խոսքում հենց այդ հրավերը Տերը անում է։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, տանջվածներ, հոգնածներ, ոնց որ արդեն էլ չեն կարում, էլ այս լարվածությունը, այս անխաղաղության մեջ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Տերն է ասում։ Եվ տալիս է, իրականության մեջ տալիս է։ Թող Աստված օրհնի, որ մենք արձագանքենք Տիրոջը, գանք եւ հանգչենք, այսինքն հանգստություն, խաղաղություն գտնենք նրա ներկայության մեջ, նրա թագավորության մեջ, նրա ավետանի խոսքով։ Տեր օրհնի մեզ։ Հենց մեղք վերցնելը, որ ժամանակ պիտի գա, որ մեղք պիտի չլինի, այդ նշանակում է խաղաղություն հաստատել նաեւ։ Մեղքը հենց իրանով ինչա։ Անխաղաղություն, անիրավություն, զրկանք անել, վնասել, սրան զրկել, նրան զրկել է, այդպես է, Տերը պիտի վերացնի եւ հանգիստ ներդաշնակ խաղաղ օրհնյալ միջավայր կյանք պիտի լինի։ Երանին ով կգա եւ կունենա այդ կյանքը, կունենա Աստծո հետ հավիտենական խաղաղություն։ Աղոթք անենք։